Ես չեմ ուզում, որ Հայաստանը ղեկավարի մի մարդ, որը իր կնոջը տարել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ այնտեղ ծննդաբերի երեխաները Ամերիկայի քաղաքացի լինեն։ Կամ որի երեխաները մինչև չափահաս դառնալը դարել են այլ երկրի քաղաքացի։ Եթե քո զավակը չափահաս դառնալուց հետո է դարել այլ երկրի քաղաքացի, իսկ դու որոշել ես մնալ Հայաստանում, ես քո հետ խնդիր չունեմ, դա քո որակավորումը չի գցում։ Եթե դու սիրահարվել ես, ամուսնացել ես այլ երկրի քաղաքացու հետ, եւ քո կինը կամ ամուսինը դարել է Հայաստանի քաղաքացի, թեկուզ պահպանելով իր հայրենի երկրի քաղաքացիությունը, ես էլի քո հետ խնդիր չունեմ։ Ես խնդիր չունեմ բնականաբար այն մարդկանց հետ, որոնք էթնիկ հայեր չեն, բայց ծնվել են Հայաստանում, Հայաստանի քաղաքացի են, եզդի են, մալական են, քուրդ են, հույն են, տարբերություն չկա, այդ բոլոր մարդիկ ինձ համար հայ են։ Բայց եթե դու քո կնոջը տարել ես Ամերիկա, որ ծննդաբերի Ամերիկայում, որ քո երեխաները դառնան Ամերիկայի քաղաքացի, թեկուզ լինելով նաև Հայաստանի քաղաքացի, ես ուզում եմ, որ դու ցմահ չկարողանաս, իրավունք չունենաս օրենքով արգելվի, որ ղեկավարես Հայաստանը կամ նույնիսկ զբաղեցնես բարձր պաշտոն։ Հիմա դուք կարող մտածեք, որ իմ ասածը բարոյագիտության ոլորտից է։ Ոչ, իմ ասածը շահերի բախման մասին է։ Եթե դու քո երեխաներին ուզում ես դարձնել այլ երկրի քաղաքացի, ուրեմն Հայաստանի շահերի հարցում քո շահագրգռվածությունը չի կարող լինել 100%։ Իսկ Հայաստանը պետք է ղեկավարի միայն այնպիսի մարդ, որը 100%-ով շահագրգռված է միայն Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում։ Եթե դու ծննդաբերել ես քո երեխաներին Ամերիկայում, որ իրենք դառնան Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, դու շահագրգռություն չունես, որ Հայաստանը դառնա լավ երկիր, որտեղ քո երեխաները արդեն լավ երկրի քաղաքացի են, քո պատկերացմամբ։ Դու շահագրգռություն չունես, օրինակ Հայաստանում զարգացնելու բժշկությունը, որ քո դուստրերը ծննդաբերեն Հայաստանում, որովհետև քո դուստրերը կարող են նույնպես ծննդաբերել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դու շահագրգռություն չունես, որ պատերազմ չլինի, որովհետև քո որդիները զոհվելու վտանգի տակ չեն։ Դու շահագրգռություն չունես, որ այլ երկրների հետ Հայաստանը ունենա ազատ վիզային ռեժիմ, որովհետև քո զավակները արդեն ունեն ազատ վիզային ռեժիմ։ Դու շահագրգռություն չունես, որ Հայաստան ներդրումներ կան։ Դու քեզ ապահովագրել ես, քո որդիները այլ երկրի քաղաքացիներ են։ Դրա համար եթե դու ուզում ես, որ քո երեխաները, քո սերունդները ծնվեն Ամերիկայում եւ դառնան Ամերիկայի քաղաքացի, դա քո իրավունքն է, բայց դրանից հետո դու գնա Ամերիկայի նահանգապետի համար պայքարի։ Դու Հայաստանի հետ գործ չունես։ Ուստի ես ուզում եմ, որ Հայաստանում արգելվի բոլոր այն մարդկանց, որոնք ծննդաբերել են այլ երկրում, կամ որոնք իրենց երեխաներին դարձրել են այլ երկրի քաղաքացի, ցմահ արգելվի Հայաստանում զբաղեցնել բարձր պաշտոններ։ Քանի որ այդ մարդկանց շահերին համընկնում են ոչ թե Հայաստանի շահերը, այլ այն երկրների շահերը, որտեղ իրենք ծննդաբերել են։